Զավակելյան նախորդին արդեն դրակվականներից մեկը նշել է որ պատրաստվում է գործողություն Քոչարյանների նկատմամբ։ Ասում էին, որ Լևոն Քոչարյանի սուրճ ելույթին է հաջորդել արդեն խոհանա էս։ Ի վերջո ինչ են ուզում Քոչարյաններից, արդյոք այդ նզրկման ծրագիրը, որ Ծառուկյանի Կարապետյանի դեպքում են փորձել աշխատեցնել, նաև Քոչարյանների վերաբերվի, եւ տեղակ եք ովքեր են 6 ձերբակալված անձին, որովհետեւ հակապարտության կոմիտեն 6 անձի մասին։ Ըստ ինքը հարցը պետք է նայել ընդհանուր պատկերի մեջ, ավելի խորքային հասկանալ ինչա կատարվում։ Իրականության մեջ կառավարության հայտնված անձը 3 հայտարարել է Երրորդ հանրապետությունը վերջնականապես կազմակերպելու Արցախի հանձնումը թեթև զրկումը լեգիտիմացնելու եւ Թուրքիայի Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4 հանրապետություն ստեղծելու մասին։ Եվ այս ճանապարհին նա հայտարարել է բացառ Հայաստանի նոր տարածքներ զիջելու մասին։ Այս ճանապարհին նա փորձում է բոլոր օջախները, քաղաքական ուժերը, ովքեր կարող են այս ծրագրի իրականացման համար քոչել դիմել, սրանց տարբեր հոդվածներով ձեռքբերել, մեկուսացնել, սեփականությունից զրկել, բոլոր հնարավոր միջոցներով գործադրել, որպեսզի դաշտը հակահազական ծրագիր իրականացնել։ Սա պետք է նայել այդ շրջանակներում, այսօր Քոչարյանի ընտանիքն Ալկոլինի մեկ ուրիշի ընտանիքը, այն ուսորը մեկ այլ ընդդիմադիր ուժի, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարող քաղաքացի ազատության մեջ Բացառապես բայց ձերներ է Նիկոլ Փաշինյանը ամբիոնեցացնել նույնը ձեր ժամեր անց իրավապահները գործերն ասել։ Իհարկե, ես չեմ կարծում ես պրոցեսը հենց գիշերը պլանավորվեց, սա գործընթաց էր։ Երեք հայտարարեց, այսօր արեցին, այսօր հայտարարի մեկ ուրիշի հետ կապված ամուսին են համարել։ Ու այս հակապետական խոշոր հանցագործության ամբողջ երեք ինքը անվանութար բողոքում էր, որ բոլոր ուժային կառույցները անվերապահում իմ ապօրինի հրահանգները բացառությամբ դատարանների եւ դատարանների հարցը պետք է լուծեն։ Ինքը երեք ամբողջ իր ելույթի խորքը նվիրված էր նրան, իսկ պարզվում դատավորներին, ովքեր մասնասները չեք անում, ուրեմն նախկիներից կաշառք են դարձնում։ Այս մանուկում թեզը։ Ինքը այս վերջ շրջանում շատ է շփվել Ալիևի հետ։ Ձգտումը Ալիևի պետական հանրակարգություն Ադրբեջանում մեկ մարդու կողմնակցություն որը Հայաստան։ Մշտացում Ալիևից ինչու են վախել, թե կարող են տանեք իրոքի բոլորին փակի բռնապետություն հաստատել երկեր ղեկավարի, այդ իրոքիներին ձայնի միջով աջակցություն ունես Հայաստանում։ Հաստատության Հայաստանում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու ճանապարհը։ Ասում եք ինչպես է միլիոնատեր դարձել, ես ուզում եմ հասկանալ, մասնական խնդիր չի, քաղաքական հարցեր։ Գիտեք, ցանկացած արտադրություն ուրանում, ինչ որ հարցակազմով պետք է անհանգստանալ քիչ առաջ ես տեսել։ Քնչական կոմիտեի տարածած հարցակազմություն, տարի հարցակազմությունը տարածում է։ Այդ գործն կարծեմ ապօրինական անցնում է։ Չէ, այսինքն այդ ապօրինի գույքի մասին օրենքը դա ինչի նայել, որտեղ ժողովրդը սկսել է սարսափել, ճանապարհը, հետո օրենքի մասը արտասար։ Սավաթելյան, խորհրդարանական ընդդիմության անելիքը կանխելու Ես սենց միակ հարց տամ, եթե Քոչարյանի ընտանիքը չզբաղվի քաղաքականությամբ, կանցնես ստեղից պետք է հանրապետական։ Պարոն Սավաթելյան, քանի որ այսօր գրառում եմ կարծացել, որ չեմ հիշի ֆեյսբուքյան որ օգտագործել, բայց գտնեք նշել են Նիկոլը բոլորի հետևից գնալու, դրա համար ենք ասում, պետք չի լեգիտիմացնել եւ այսպես ասած ընդդիմություն դառնալ Նիկոլի համար։ Հիմա խորհրդարանական ընդդիմությունը վիճակի այս ձեր մատնանշած սցենարները, որ բոլորի հետևից գնալու են։ Այդ ձևակերպումը Նիկոլի համար ընդդիմություն դառնա, թող շատերը հարցը իրանք իհաստան։ Եթե Նիկոլի համար այս ընդդիմությունը շատ ձեռնտու եւ կոմպակտ ընդդիմություն, որ այս հարցանքները չէր տալու, սա ինչ դրա պատասխանը, որտեղ չի կարելի ամեն անգամ իրանց մեջտեղ դրած տեզերը պետք է Մանդատը պաշտպանում կա պատգամավորի տեսարանը։ Տեսեք, մանդատը պաշտպանելու համար չի, մանդատը
փոքր սանտանոյի գործիքը, որպեսզի կարողանաս երկու հասնած փոքր սանտա, արդյոք բարոյարը փոքրության հասնելը միանշան է, ոչ։ Չենք ասում մանդատների փոքրության ճանապարհներ, ասում ենք դա հնարավորություն է, դրան պետք է ավելանալ ժողովրդային պայքար, համաժողովրդական պայքար, կարողանանք մեր ժողովրդին կազմակերպել, խոսել, բացատրել, մարտահայտարարել և ուզում ենք ինքնորոշել։ Կարծենք դրա կոնկրետ իդեալը, դրա շուրջ պետք է հասարակությունը համախոհի, դասկա, համարժի և հաստատել։ Հնարավոր է այս զահմուկ զահիրավական գործողությունները ստացանքներ վերելու նպատակն է։ Նաև ինքը բարբերաբար մի շատ ես կարդում ինֆորմացիա վերաբերելու դաշ, նաև մեզ զբաղեցնելու, տեսեք օրինակ այսօր խորհրդարանում պետք է քաղաքականների վերած հայկական հանրապետական ծրագրերը, բայց հիմա հանրապետանից ինչ-որ է զբաղված։ Այսինքն իհարկե սա նաև այս մեթոդներով գործել է շեղայի գլխավոր օրակարգից, որպեսզի ծրագրերը երկրորդ։ Պարոն Զազակյանը հանրապետությունների համակարգությունից բացը չէ, որ այս գործընթացը ավելի վաղ է եղել, քան 3 ազգային ժողովի նիստը։ Այսինքն 3 եւ Լևոն Քոչարյանը ազգային ժողովից հայտարարում են, ասում են, ժողովուրդն էլ մեզ ակցիոն այս Թավադյանի ինչեւ հիմա այդտեղ, այսինքն գիտեք, չէ, որ սերության իրավական գործընթացներ կան նախաձեռնված։ Սա այսինքն նորություն չէ, այն ինչ 3 տեղում ակնհայտ էր, որ այս պրոցեսը նորից սկսված է և որ պատճառը դարձել թե հանրապետությունից արեց։ Ինքը երբ եթե նկատում եք ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսը որ դարձընթաց է, ինչ է ստեղծված։ Քանի ինչ է ստեղծված։ Հիմա հարց բայդում ինչ է ստեղծված։ Իսկան դժբախտությունը մահանգործությունը բերում է ժողովուրդ։ Նկատում եմ, եթե արդյունքի իրավական գործընթացները սկսված էին, ինչ հրահանգ տալու անհրաժեշտություն կա, ասում եք հրահանգը տարված է, հակահայտ է, աստեղենալու ինչն եք վիճարկում, ես չեմ ասում։ Հիմա ինչ տարբերություն, հրահանգը 3 են տվել, թե մի շաբաթ առաջ, թե այսօր առավոտ։ Ակնհայտ է, որ սա եղել է քաղաքական հրահանգով, բացատրեցին ինչի համար է սա ամբողջ պրոցես։ Պարոն Սողոմոնյան, ճիշտ է, շատ շոկամի բան է, ճշգրտով։ Նայեք, ասում եք ընդհանուր պայքարի սպասելիքը, փողոց, խորհրդարան եւ այլն։ Բայց հիմա տեսնում որ ընդդիմադիր բոլոր այսպես խոշոր խաղացողներին իզոլացման գործընթաց է, չէ՞։ Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, չգիտեք ինչ է կլինեն։ Ինչպես եք պատկերացնում փողոցային պայքարի գեներացիան, եթե խոշոր խաղացողներին արդեն դուրս է մղել։ Տեսեք, ինքը անում է նպատակով, որ բոլոր օջախները ոչնչացնեն, բայց սա բերելու է մի այլ հակազդեցություն։ Եվ ես վստահ եմ, որ իշխանությունը պահելու այս ընտրած ճանապարհը երկար կյանք չի ունենա։ Ես քշել եմ հակառակորդություն հակակորձություն Չգիտեմ, բայց չգիտեմ ինչ եմ ասում։